Մի սկզբունք կա, որի մասին կուզեմ խոսել։ Ես մի գրառում ունեմ, տարիներ առաջ եմ գրել այս կարճ հոդվածը, հիմա չեմ հիշում որտեղ անգամ։ Ա, Գրել էի վերնագիրը մոտավորապես այսպես էր. սկզբունք, որը բխում է դժոխքից։ Այսինքն, սա աստվածաշնչյան սկզբունք չի։ Հիմա ասեմ, այդ սկզբունքը շատերը դա կիրառում են։ Այդ սկզբունքը հետևյալն է. նպատակը արդարացնում է միջոցները։ Տարիներ առաջ մենք Էջմիածնում ավետարանչություն էինք անում եւ այդպես ավանդական եկեղեցու, առաքելական եկեղեցու քահանաները եկան եւ ինչ-որ կոնֆլիկտային sense իրավիճակ ստեղծեցին, որը շատ արագ հարթվեց եւ հաջորդ օրը սա արդեն փաստեր են, որ ասում եմ, այսինքն կարելի է թերթի այդ հոդվածը գտնել, հաջորդ օրը թե մի երկու օր հետո թերթում հոդված տպագրեցին երեք մեծ ստերով, այսինքն գրել էին, որ մենք մտել ենք դպրոցները, ավետարանչություն ենք արել, մենք այդ օրը Էջմիածնի տոնն էր, բայց մեր ավետարանչությունը առավոտյան, եթե չեմ սխալվում, 8-ից 8:30 էր, իրենք 10-ին շքերթ էր եղել Էջմիածնում, գրել էին, որ մենք մտել ենք այդպես շքերթի մեջ, օգտվել ենք մարդկանց բազմությունից, մի խոսքով ստեր էին գրել, ու ես մտածեցի, ինչու են այս մարդիկ սուտ գրում եւ փորձեցի հասկանալ իրենց, այսպես մտնել իրենց դրության մեջ ու հասկանալ, որ իրենց կարծիքով մենք աղանդավորներ ենք, իհարկե աղանդավոր չարաչար սխալվում են այն մարդիկ, ովքեր մեզ աղանդավոր են կոչում, որովհետև աղանդավորները նրանք են, ովքեր աստվածաշնչյան ճշմարտություններից են շեղվել, բայց այդ մարդկանց մտածելակերպը հասկանալու համար հասկանում եմ, որ մենք իրենց համար անընդունելի մարդիկ էինք եւ իրենք ուզում էին հասարակությանը այսպես հեռու պահել մեր ավետարանչությունից, մեզանից եւ այսպես իրանց հասկանալով լավ նպատակի համար հոդված էին գրել, որի մեջ, որպեսզի հասարակությանը հեռու պահեն մեզանից, գրել էին այն, ինչը չէր համապատասխանում իրականությանը, որպեսզի կարծիք ստեղծվի, որ այս մարդիկ վատ մարդիկ են, սխալ բաներ են անում, օրենք են խախտում, բայց մենք ոչ մի օրենք չէինք խախտել եւ այն ինչ որ գրած էր այդ հոդվածի մեջ բացարձակապես սուտ էր։ Մենք դպրոց չէինք մտել, շքերթի ժամանակ այնտեղ չէինք եղել։ Մի խոսքով, հիմա ուզում եմ հասկանալ այդ սկզբունքը։ Այդ սկզբունքը հետևյալն է. նպատակը արդարացնում է միջոցները։ Եթե դու քո կարծիքով ունես բարի նպատակ, ինչ միջոցով էլ գնաս, ստով գնաս, կռվով գնաս, չգիտեմ, ամուսնուդ կյանքը դժոխք դարձնելով հասնես նրան, որ ինքը գա եկեղեցի, նպատակը արդարացնում է միջոցը։ Շատերը այսպես են անում։ Եվ ես ասեմ, սա դժոխքից եկած սկզբունք է։ Տեր Հիսուսը այդպես չէր սովորեցնում։ Տեր Հիսուսի սկզբունքը սա է. սուրբ նպատակներ հասնում են սուրբ միջոցներով։ Բարի նպատակներին հասնում են բարի միջոցներով։ Եթե դու շատ ես ուզում ինչ-որ մեկի ապաշխարությունը, մի խաբի իրեն, սուտ մի խոսա։ Չգիտեմ, ինչ ստեր են մարդիկ հորինում, որ ինչ-որ մեկին բերեն եկեղեցի։ Եվ կարողանում են բերեն իհարկե, բայց դուք Աստծո առաջ մեղք եք գործում։ Իհարկե շատերը կհակադարձեն, կասեն իմ շարժառիթը բարի է, բայց հենց դա արեցին այդ մարդիկ եւ հենց դա է դժոխքից, որ բարի շարժառիթին չեն հասնում չար միջոցներով, Աստծուն հակառակ միջոցներով։ Բայց ես խաբում եմ, որ ինքը գա եկեղեցի, բայց ես կռիվ եմ սարքում, որ ինքը գա եկեղեցի, բայց ես իր կյանքը դժոխք եմ սարքում, որ ինքը գա եկեղեցի։ Նայեք, Աստվածաշնչյան եւս մեկ սկզբունք հնազանդությունը զոհից առավել է։ Եվ եթե Աստվածաշունչը առաջին Պետրոս 3-րդ գլխում ասում է, թե կինը ինչպիսի վարք պիտի ունենա, որ ամուսինը ապաշխարի, ոչ թե ասում է այդ միացրու այդ սղոցի ռեժիմը եւ սղոցի ենքան, մինչեւ քո ամուսինը չդիմանա ու ապաշխարի, ոչ, գրված է իր համար դարձիր աշխարհի ամենալավ կինը։ Այդպես չգրած իհարկե, գրված է, որ պարկեշտ, հեզ, խոնար, հնազանդ եւ քո վարկը տեսնելով, քո փոխված բնավորությունը տեսնելով ինքը կապաշխարի։ Այո, դու կարող ես այնպես անել, հատկապես ուժեղ կանայք կարող են այնպես անել, որ թույլ ամուսինները հնազանդվեն իրենց։ Բայց դա Աստծո կարգին հակառակ է։ Աստծո դրած սկզբունքներին է հակառակ։
դա չի փոխի քո ամուսնու սիրտը։ Եթե անգամ հոգնեցնես իրեն եւ ինքը հոգնի քեզանից ու գա եկեղեցի, դա չի փոխում իր սիրտը։ Իր սիրտը փոխվում է մեր փոխված կյանքով։ Իր սիրտը փոխվում է աստվածաշնչյան այս ճշմարտության հետևելու արդյունքում։ Եվ ավելի լավ է մենք որոշակի ժամանակ սպասենք, բայց մեր կողակիցների մոտ լինի իրական ապաշխարություն, քան մեր կռիվներով ու մեր այդ նպատակը արդարացնում է միջոցները դժոխային սկզբունքի կիրառությունով հասնենք մեր ուզածին, բայց չհասնենք մարդու ապաշխարությանն ու փրկությանը։ Եկեք կարդանք առաջին Պետրոս 3-րդ գլխի առաջին խոսքը։ Նույնպես եւ դուք կանայք հնազանդ եղեք ձեր ամուսիններին, որպեսզի եթե նրանցից ոմանք էլ անհնազանդ լինեն խոսքին, կանանց վարքի շնորհիվ առանց են տեսնելով ձեր երկյուղածությամբ պարկեշտ վարքը։ Ահա Աստծո խոսքի պատասխանը՝ հստակ եւ պարզ։ Մնացածը իհարկե դժվար է գնահատել, իհարկե դժվար է մանավանդ կռվասեր կինը, որպեսզի հնազանդ դառնա իր ամուսնուն, դժվար է, այո, բայց հանուն Տիրոջ մարդը պիտի գա հնազանդության եւ աղոթք անի, ծոմ պահի, որպեսզի իր կյանքը փոխվի եւ ոչ միայն ամուսինը, երեխաները, շրջապատը, անգամ քեզ չսիրողները փառք տան Աստծուն, որ քո նման մեկը կա, որովհետեւ քո բարի, պարկեշտ ու հնազանդ վարքն են տեսնում։ Իսկ կռվարար կինը Աստվածաշնչում կա գրած այդպիսի տողեր, ասում է ավելի լավ է մարդը տանիքի մի անկյունում լինի, քան կռվարար կնոջ հետ նույն տան մեջ։ Առակաց գրքում է, եթե չեմ սխալվում, գրված, եւ կռվարար կինը չի ներկայացնում Աստծու դրած սկզբունքը, չի ներկայացնում այն, գիտեք, սա էլ ասեմ ու ավարտեմ, Եփեսացիս 5-րդ գլխում գրված է, որ թե ամուսինը, թե կինը, հավատացյալ ամուսինը եւ հավատացյալ կինը պետք է իրենք իրենց վերաբերմունքով կողակցի հանդեպ ցույց տան եկեղեցու եւ Քրիստոսի հարաբերությունը։ Սա վկայություն է, աշխարհը նայում է մեզ եւ նայում է կանանց, եւ եթե դու հավատացյալ ես, դու պիտի քո վերաբերմունքով քո ամուսնուն ի ցույց դնես աշխարհին եկեղեցու հնազանդությունը Քրիստոսին։ Եթե դու տղամարդ ես, ամուսին եւ հավատացյալ ես, դու քո վերաբերմունքով քո կնոջը պիտի ի ցույց դնես Քրիստոսի խնամքը, հոգատարությունը եկեղեցու հանդեպ։ Ահա մեր հանձնարարությունը։ Մնացածը մարդկային տրամաբանություն է, որը հաճախ մեզ տանում է այնպիսի Աստծո խոսքի հանդեպ ապստամբության ու խախտումների, ինչպիսին է այս դժոխքից եկած սկզբունքը։ Հույս ունեմ, որ կհիշեք այս սկզբունքը։ Նպատակը արդարացնում է միջոցները։ Նպատակը երբեք չի կարող արդարացնել։ Բարի նպատակը երբեք չի կարող արդարացնել իղձ, չար, հակաաստվածաշնչյան միջոցները։ Սուրբ նպատակներին քրիստոնյաները, Քրիստոսի աշակերտները հասնում են սուրբ միջոցներով։